Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Վերջին տարիներին կարևոր միտում է նկատվում։ Կանայք ավելի մեծ դերակատարում են ունենում երկրի պաշտպանության եւ անվտանգային ոլորտներում։ Մեր հյուրն էլ այսօր մեկն է նրանցից՝ խիզախ, անկոտրում ու հայրենասեր մի կին, Աննա Բարսեղյանը, ով հասցրել է մասնակցել Արցախյան 2 պատերազմներին եւ այսօր մեր տաղավարում է պատրաստ խոսելու իր ծառայության տարիների մասին։ Բայց մինչ կսկսենք մեր հաղորդումը, հիշեցնեմ, որ շատ մարդիկ դիտելով այն իրենց օգնությունն են առաջարկում մեր հյուրերին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաեւ մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Ես Բարսեղյան Աննան եմ։ Ես 2013 թվականից ծառայել եմ զինված ուժերում։ Հայրենասիրությունը իմ մեջ դեռ մանկուց էր սերմանվել։ Պապիկիս ծառայություններից ելնելով համաշխարհային պատերազմի մասնակից է եղել, թե հայրիկիս, եւ ես անմասն չմնացի, ես ինքս ցանկացա, որ անպայման պետք է շարունակեմ այդ գործը։ Եվ շատ ծանր դժվարությունների միջով անցնելուց հետո ես չեմ զղջում ոչ մի քայլիս համար։ Պատիվ ունեմ, ծառայելու եմ, միշտ կծառայեմ։ Աննա ջան, բարև ձեզ, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ չմերժեցիք մեր հրավերը։ Բարև ձեզ, Սաթենիկ ջան, ես ինքս շատ շնորհակալ եմ ձեզ։ Աննա ջան, ձեր եւ ձեր գործընկերների զգոնության շնորհիվ մենք ամեն օր խաղաղ քնում եւ խաղաղ արթնանում ենք։ Եվ նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար եւ հետո թույլ տվեք հարցնել, որտեղից ձեզ այդքան հայրենասիրություն։ Շնորհակալ եմ հարցի համար, Սաթենիկ ջան, հա, շատ անգամներ ինձ այդ հարցը միշտ տալիս են։ Չեմ զլանա, բոլորին էլ կպատասխանեմ։ Դեռ ես որ շատ փոքր էի, 5 տարեկանում մամայիս լացի ձայնից ներս մտա։ Ու մաման ոչ մի ձև չէր կարողանում խոսել։ Մամ, ինչա պատահ, դե ես գյումրեցի եմ։ Մեր բառորը, մամ, ինչ է եղել։ Վայ, Վազգենին են սպանել, ես 5 տարեկան էի այդ ժամանակ։ Վայ, մեր բանակը ավիրվեց ու այդ մամայի խոսակցություններն եմ հիշում, դե ես երեխա ոչ մի բան չէի հասկանում։ Դուրս եկա, վայ, ասի բանակին են սպանել։ Ու մեր տունը գտնվում է ռուսական չաստի դիմաց, ռուսական ռազմաբազայի։ Ամեն անգամ, երբ որ իրանք գնում էին զորավարժությունների, միշտ տանկերը մեր դռան կողքով էին անցնում, ես միշտ վազելով մոտենում նայում էի։ Մաման վախենում էր, ներս արի։ Ես շատ ոգևորված եմ եղել միշտ ու այդ ոգով եմ դաստիարակվել։ Ու ոչ միայն իմ պապիկը համաշխարհային պատերազմի մասնակից է։ Որտեղից է գալիս։ 1941 թվականին իմ պապիկը Անուշավան Բարսեղյանը 17 տարեկան հասակում մինչև 6 տարի ծառայել է ֆրոնտ լինիա, շատ լուրջ դեմք ա եղել, մինչև հետո տարել են Ցելինա, այն ժամանակ տենց տանում էին ցորեն քաղելու ու պապիկիս տրակտորը մինչև առ այսօր կանգնացրած է որպես հուշարձան։ Այդպես իմ հայրը եւս շատ հայրենասեր անձնավորություն է, ցավոք սրտի 7 ամիս առաջ եմ կորցրել հայրիկիս, Ցավակցում եմ։ շնորհակալ եմ։ Այսինքն առաջին պատկերացումը ձեզ տվել է պապիկը։ Առաջին պատկերացումս այո եկել է պապիկիցս, երբ որ նստում էինք երեխա էինք, թորներին միշտ պատմում էր, ես նենց, մի խոսքով այդ իր ամբողջ պատմությունը իմ համար շատ ոգևորիչ էր ու միշտ ասում է ես պետքա ծառայեմ, ոչ մեկ չէր պատկերացնում, իսկ թե ոնց եմ մտածում էին երեխայա խոսում է, էլի։ Իսկ թե ոնց եմ եկել հասել այդ կետին, դա առանձին պատմություն է։ Աննա, ձեր տեսակն է նաև ոգևորող եւ դուք 2013 թվականներին առաջին կանանցից եք, ովքեր համալրեցին հատուկ ջոկատայինների շարքերը։
Ինչպես եկաք այդ որոշմանը ի վերջո, հա, այո, դուք տեսել եք այդ հայրենասիրությունը ինչ է ձեր մեջ եղել, ընտանիքում եղել է, բայց մեկ այլ բան է, երբ դու պարզապես տանը, այսպես ասում ես, որ ծառայելու եմ, սիրում եմ հայրենիքս, մեկ այլ բան է, երբ որ արդեն հասուն տարիքում կայացնում ես այդ որոշումը եւ գնում ես այդ ճանապարհով։ Ես երբ որ այդ որոշումը կայացրել եմ իմ մեջ, շատ փոքր եմ եղել, դեռ դպրոցական տարիքից ուսուցչուհին մեզ հարցրեց ով ինչ է ուզում դառնալ, ես ոտքի կանգնեցի, ասի ես զինվոր։ Բոլոր դասարանի բոլոր երեխաները ծիծաղեցին այդ ժամանակ ու ես վրդովվեցի շատ։ Ես ինչ ճիշտը շատ չար երեխա եմ եղել, շատ։ Եղբորս դասարանի տղաներից հետ ծեծում էի, որ հանկարծ աղբորս մի բան էին ասում։ Շատ չար երեխա եմ եղել ու մի օր տանը նստած էինք, ասի պապ, ուզում եմ ծառայեմ։ Ես այդ ժամանակ 17 տարեկան էի։ Վայ, գրեվար այ բալավան, մաման էլ կողքից էլի ոչ, աղբերս էլ ոչ, մորական տատիկս միայն կողմ եղավ, ամբողջ ազգից, միայն մորական տատիկս, որ երեխան ուզում է, թող գնա։ Մաման շատ ջղայնացավ, ոչ մի ծառայություն չի լինելու։ Ասի դե կտեսնես, ես 18 տարեկանս ես լրացավ, ես գնալու եմ ծառայեմ։ Եվ մարտի 22-ին իմ 18-ամյակը լրանալուց հետո մի օր նորից մոտեցա մամային, ասեցի մամ, ես պետքա ծառայեմ։ Մաման ինձ փակի տակ էր պահում տանը, որպեսզի կարողանաք փակի տակ, որպեսզի ես չկարողանամ դուրս գալ եւ իմ որոշումը վերջնական իրականացնել։ Մի օր գիշերը ժամը 3-ին ես մեր պատուհանի ջաղավանդակները պոկել եմ, ռեշոտկաները, վերցել եմ իմ հետ մի քանի փաստաթուղթ, մի քանի շոր եւ փախել եմ Երևան գիշերով։ Սպասել եմ ավտոկայանում, մինչև առաջին տրանսպորտը գնա, որպեսզի ես գամ հասնեմ։ Եվ եկել եմ Երևան, Երևանում չունենալով ոչ մեկ։ Մնացել եմ դուրսը 5 օր։ Եվ մի շատ բարի կին ինձ օգնեց այդ ժամանակ, ասաց, որ նկատում եմ, Սասունցի Դավթի արձանի տակ էի քնում։ Այդ կինը ինձ օգնեց շատ, ոնց որ մի հենց մարդ մանգայի այդ ժամանակ իմ մենակությունից գլուխս դրել եմ ուսին լացում եմ, արի տարավ իրա տուն ու ես բացատրեցի, հասկացավ, ասաց ես քեզ կօգնեմ։ Էսի տեղն ես գնալու մի խոսքով, էսի փաստաթղթերն ա պետք ես, ասես ամեն ինչ կանեմ, միայն թե ծառայեմ։ Ու երբ որ ես արդեն մտա Զորամաս, առաջինը ու մի անգամից այդ ժամանակ շատ էին, դե իմ հասակը 1.80 է, այդ ժամանակ միայն բարձրահասակ աղջիկներին էին ընդունում, որպեսզի սպեցվաշտը համալրեին, համ էլ պետքա պարապած լինեին։ Ну, ես ֆիզիկական տվյալներով էլ ամեն ինչով էլ համապատասխանում էի, չեմ մոռանում այդ դեպքը, անկեղծ շատ կաշկանդված էի, սենց քաշված, դուռը թակեցին, բայց կասկածներ չեք ունեցել այդ պահին։ Մինչև վերջ այդ Չէ, մինչև վերջ ես հստակ գնացել եմ ու չեմ մոռանում, երբ որ ինձ ուղեկցում էին պետի սենյակ, դուռը թակեցին, պետը նստած էր աթոռով հակառակ։ Ու հեռախոսազրույց ուներ, այդ պահին ինքը հենց սպտտվեց, ասես պարոն գնդապետ, աղջիկը եկել ընդունելության համար, ու ինքը հենց խոսում էր, ալո, հա, մի վարքյան լք զանգ եմ, ու անջատես։ Աղջիկ չեմ, բոյատ ինչքան է, զարմացած էլի, հəl չենք տեսել է իրոք սենց բոյով աղջիկ, որ գար ընդունվելու, ասեմ 1.80 ու ես անկեղծ այսպես ամբողջ, ես ձիգ եմ պահում, բայց ամբողջ մարմինս ասես դողում։ Եվ ասես այս աղջիկա ֆիզիկական տվյալներն էլ ստուգեք։ Ես բոլոր քննությունները կարողացա իդեալական անցնել։ Եվ փառք Աստծո 15 օր հետո իմ գործերը լինում ամեն ինչ։ Ես արդեն համազգեստը ստացած գնում եմ հետ Գյումրի։ Մաման ինձ տեսնում է, սկսում է լացել, որ տեսնում է համազգեստով, սկսում է լացել, մի հատ ապտակում է փաթաթվում։ Երնեմ ջանիդ հասար վերջը։ Ինչ խոսքով այդպիսի հետաքրքիր պատմություն։ Օրերի ընթացքում, որ Երևանում եք, կապ չեք ունեցել ծնողներիդ այն ժամանակ։ Ես հեռախոս ունեի, բայց անջատել էի, կապ չէի պահում։ Հետո ես իմացա ծնողները ինչ օրեր են ունեցել։ Ահա, ճիշտն ասած, ինչ չար երեխա։ Ճիշտն ասած, հետո իմացա, որ նույնիսկ ռոզիսկ են տված եղել ոստիկանությունով, որ կորացեմ, ինչ լավա չեն հասցրել գտնել ինձ։ Եվ այդպես ամեն ինչ։ Աննա, բայց ինչ է պատճառը, որ դուք անպայման ուզում եք ձեր հայրենասիրությունը այդպես արտահայտել, անպայման ուզում եք ծառայել։ Ինչու եք ուզում ծառայել։
Ճիշտ ասած, ես փոքր տարիքից շատ եմ ոգևորված եղել այդ ամեն ինչով ու ավելին միշտ արցախյան հերոսամարտերը, որ նայում էի ֆիլմեր, թեկուզ ոնց ասում էի Աստված իմ ինչ կլինի, ես էլ գնամ մի բանով կարողանամ օգտակար լինել, շատ էի սիրում զենք, զինամթերք, այդ ոնց որ բնածին իմ մեջ դա լիներ ու այո, ես հասա իմ ուզածին, ես շատ գոհ եմ։ Ուղղակի դժվարությունները շատ են եղել, շատ։ Հիմա ինչքան էլ մենք պատմենք թռուցիկ մի ժամվա մեջ կարաս ամբողջ կյանքդ պատմես, բայց դա ամբողջ կյանքի մի պատմություն է, որ շատ դժվար է։ Իսկ ձեր ծնողները այդ պահից սկսած արդեն համակերպվեցին ձեր որոշման հետ, թե ընթացքում էլի փորձում էին ջանքեր գործադրել ձեզ հետ պահելու։ Ամենայն անկեղծությամբ պետք է նշեմ, որ իմ մայրը մինչև առեսօր չի համակերպվել այդ մտքի հետ։ Ինքը միշտ իսկ պատկերացրել է ավելի կանացի ինչ որ գործերի մեջ։ Ինձ ասում էր դու Վարշավի դարի սեղանի ֆուշետ դիզայներ, մամ լավ էլի, որ իմը չի, չեմ կարող։ Ես դրա համար ես անկեղծ եմ ասում, ծնողներ ջան, ձեզ էլ եմ հորդորում նույնը։ Իհարկե երեխաներին պետքա հետևողական լինել ամեն հարցում ու աջակցել, բայց երբևիցե մի խառնվեք երեխայի ընտրությանը։ Ես ինքս ունեմ 2 զավակ, տղաս 10 տարեկան է, աղջիկս շուտով կլինի 7, ու ես երբևիցե չեմ խառնվում։ Եթե ցանկանում են ինչ-որ մի բան, փորձեք։ Հիմա իմ տղան կարատե է պարապում, ինքը դրա մեջ իրան գտել է։ Ինքը շատ դուրը գալիս է ու ես եթե չուզենա, ես հանգիստ կասեմ, խնդիր չկա, բալես։ Մյուս բանը փորձի, մինչև կայանա եւ ինքը իր ուզածը գտնի։ Ես այդպես եմ մտածում։ Իսկ ձեր երեխաները ամուսին ինչպես են վերաբերում ձեր գործին։ Ահա, իմ ամուսինը, այսպես ասեմ, ես ու ամուսինս նույն տեղն ենք ծառայել։ Ես որ ընդունվել եմ, ես այդպես էլ ենթադրում եմ։ Ահա, ես որ ընդունվել եմ, ինքը այդ ժամանակ 3 թե 4 ամսվա ծառայող է եղել։ Ու համարյա տարի քանի ամիս, տարի 7 ամսվա կարգի ինքը միշտ ուզեցել այս մոտիկնա, որ սիրում եմ քեզ։ Անկեղծ ասած, իմ մականունն էլ Մարոզ էինք ընկել։ Ես շատ ստրոգի մտնում էի, դուրս էի գալիս, ոչ ինձ էս, տեսնում ես։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ հետո մի օր արդեն դուրս եմ եկել ծառայությունից, գնում եմ տուն, կանգ առում, եկավ մոտեցավ, վերջ պետքա ասեմ։ Ինչը։ Ես քեզ սիրում եմ։ Անկեղծ շատ ցինիկ պահեցի ինձ այդտեղ, խայտարակ արեցի ամուսնուս, հիմա արդեն ամուսնուս, եւ սկսեցի բարձր ծիծաղել։ Ու նստեցի ավտոբուսը եւ գնացի տուն, բայց ինքը չկոտրվեց, չհանձնվեց ու մինչև վերջ Այս զինվորականի այդ նույն այո, եւ մինչև վերջ գնաց, այո։ Ես տան այդ խստությունը ձեր դրսևորվում է երեխաների դաստիարակության։ Ընդհանրապես կապ չունի դա դրա հետ, ընդհանրապես երբևիցե ես ռեժիմով չեք դաստիարակում, ժամին քնել, ժամին արթնանալ։ Դե հա, այդ ամեն ինչը կա, բայց զինվորականի այդ ամեն ինչը կա, նույնիսկ ավելին շարային քայլել եմ տալիս երեխաներին, այո։ Աղջկանել, այո։ Իմ աղջիկն էլ ես տանում եմ նույնիսկ զորավարժություններ իմ երեխեքին։ Տանում եմ կրակում են իրանք էլ որ սովորեն ու դա պետքա։ Բոլոր երեխաներն է պետքա իմանան ինքնապաշտպանվել։ Շատ լավ։ Աննա ջան, մենք ձեր կոչվում այսպես ասած հիմա չենք բարձրաձայնում, ասում են խիզախությունը դա վախի բացակայությունը չէ, հա, այլ այն գիտակցումը, որ կա շատ ավելի կարևոր բան, քան վախն է։ Դուք 2 պատերազմների մասնակից եք նաև։ Այո։ Այդ վախի զգացողությունը երբևէ ունեցել եք, ոնց եք դրան հաղթահարում, որ չխանգարի ձեր հետագա գործողություններին քայլերին, հա, այդ վախը ինչպես եք կարողանում վերածել սառը հաշվարկների։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, ես 2 պատերազմի մասնակից եմ։ Առաջինը 2016 թվականին։ Այդ ժամանակ իմ տղան 1 ամսական էր։ Ես իմ երեխային տվել եմ մամայիս։ Ու ավելին ասեմ, մինչև առեսօր մինչև մի քանի ամիս առաջ դեռ չգիտեին իմ իրական ով լինելը ու որ մասնակցել եմ, նույնիսկ վիրավորումներ ունեմ։ Իմ ծնողները նույնիսկ չգիտեին։ Չեն իմացել։ Չէ, ես գախնի եմ պահել ամեն ինչը, որովհետև ծնող են։ Ես հասկանում եմ։ Ու տղայիս տվել եմ մամայիս, իմ ամուսինն էլ էր այդ ժամանակ մարտի դաշտում, ես էլ եմ գնացել։ Թալիշում եմ կռվել այդ ժամանակ, բայց այդ այն կռիվը չէր, ինչ որ 20 թվականինն էր, որովհետև այդ ժամանակ մենք շատ քիչ բան հասցրինք տեսնել, շատ արագ զարգացումներ տեղի ունեցավ ու
Ես չեմ վախենում ոչ գրադի ձայնից, ես ուղղակի վախենում եմ մեր տղեկի կյանքի համար։ Ես վախենում եմ մեր հողերը կորցնելու համար։ Ես իմ մեջ երբևիցե վախ չի եղել, որ վայ մի հատ գնդակը ինձ կկպնի, որովհետև ես միշտ այդ գիտակցումով եմ առաջ գնացել։ Ես գիտեմ որտեղ եմ, ես գիտեմ իմ ծառայությունը էս է։ Ես եմ ընտրել այդ ուղին, այդտեղ վախի մասին խոսք անգամ չի կարող գնա։ Ես Չեք ունենում վախի զգացողություն։ Հավատացեք, այդպիսի մարդ չկա, որ մահվանից չվախենա։ Դա անհնար է։ Բայց երբ որ մենք մարտի դաշտում ենք լինում, ես անձամբ մտածում եմ իմ կողի զինվորի մասին։ Ես մտածում եմ այս մյուս զինվորի մասին ու ուզում եմ ամեն ինչով իրանց կողքին լինեմ, որ հասցնեմ։ Ու այդ ժամանակ չեմ հասցնում, ես մտածեմ իմ մասին։ Չեմ էլ մտածում, հավատացեք։ Բայց հետո որ գալիս է մի բան, նստում ես արդեն հանգստություն, Աստված իմ, ինչի լուրջ, մինչև հիմա ապրում ենք, հա։ Իսկ 2020 թվականին ավելի քան բարդ էր։ Այդ ժամանակ ինձ թույլ չէին տալի, որ ես գնայի մարտի դաշտ։ Ով չէր թույլ տալիս։ Որովհետև մենք զաքսավորված էինք, ես ու ամուսինս ու 16 թվականին դեռ զաքսավորված չէինք, իսկ 20 թվականի պատերազմի ժամանակ արդեն որ ես գնացել եմ, ինձ ոչ մեկ դու մնա այստեղ թղթաբանություններով, դու թիկունքում ավելի շատ պետք կգաս բան։ Ես չընդունեցի այդ որոշումը, ամեն գնով եմ որ պայքարեցի, որ պետքա գնամ։ Անկեղծ դա այլս շատ զավեշտալի թե ինչպես եմ հասել մարտի դաշտ։ Ուրեմն գնացել եմ X զորամաս ու տեսել եմ, որ զինվորները պատրաստվում են արդեն գնալ Արցախ։ Այդ ժամանակ 2 ավտոբուսներ էին կանգնացնում, մեկ ավտոբուսի մեջ էպիկիրովկեկներ ամբողջովին, մյուսի մեջ տղաներն էին։ Ես թաքուն նայում էի, որ ոչ մեկ չտեսներ, մտել եմ այդ վեշերի էպիկիրովկեկի մեջ ու սպասել եմ այնքան ժամանակ, դե փակ է տարածությունը, ես չգիտեմ ուր ենք հասել։ Ամեն կանգնելուց պիտեղ կանգնում էին թաքուն, բացում ես մի հատ նայում էի, չենք հասել, դեռ չենք հասել։ Եվ հետո նկատեցի, որ արդեն մի հատ X վայր հասանք, մեքենան հələ շարժվում էր, բայց ես արդեն նկատեցի, քանի որ առաջին անգամ չէի Արցախում։ Ես բացեցի այդ վեշերի դուռը, որը կա, ու այդտեղից մեքենան դեռ ընթացքի մեջ ես գլորվեցի դուրս, որ ոչ մեկ չտեսնի։ Եվ հասել եմ տեղ, այդ ժամանակ դե դիմակներով բան, ես լրիվ փակ, ոչ մեկ չէր հասկանում, ես աղջիկ եմ թե տղա։ Գնացել եմ որպեսի զինվեմ արդեն, որտեղից ես սկսեցին հարցերը, ես արդեն սկսի ջղայնանալ շատ, անկեղծ եթե ինչ ծառայության մեջ ես այդ բանը չեմ ընդունում։ Ասում եմ զինեք ինձ։ Ոչ, չենք կարա, ասում եմ զինեք։ Հետո ես ռադիոկապով լսում եմ, որ Արթուր Այվազյանը, մանախը, ինքը, բարի ողջույններս ձեզ, լսում եմ, որ իրենք շրջափակման մեջ են։ Ես այդ ժամանակ չեմ հիշում այդ մարդու անունը, անկեղծ, կոլոտ, այդ մարդ էր, եկավ, աղջիկ ջան գնաց տեղից, հահանել էի արդեն մասկես էլի, տեսավ, աղջիկ ջան գնաց տեղից, ես քո տեղը չի բան։ Ես ուղղակի դոշերից հավաքեցի, ասի հենց հիմա զինում ես ինձ։ Լուրջ եմ ասում կխփեմ։ Այդ կարգի ու ինքը արդեն Այլ ընտրակ չեք թողել։ Լավ։ Գնա, դու քո ճակատագիրը դու գիտես։ Ու ես զինվեցի։ Գնացի շրջափակումից ազատեցի։ Դրանից հետո խումբ ձևավորվեց ու ինձ ուղարկեցին Մարտունի 2։ Ես գնացել եմ Մարտունի 2, 104 պոստ, մետել նշեմ ու այնտեղ արդեն կատարվեց սարսափելին։ Դեռ Հադրութում էլ շատ սարսափելի իրավիճակ էր իհարկե, բայց Մարտունի 2-ում առավել սարսափելի էր։ Այն ինչ որ չէի տեսել, առաջի լինիա կանգնած, ես մինչև առեսօր Ինչն էր չեմ կարող մանրամասնեք մի փոքր։ Իմ հետ շատ զինվորներ կային։ Ու 2 անգամ է եղել այդ վախը, որ նշում եք, մեկ էլ հուզմունք։ 2 անգամ եղել է իմ հետ։ Մեկը մի հատ զինվոր երեխա էր 19 տարեկան։ Պոչիցս կպած կոպիտ ասած ես ման էր գալի, Աննա քուրիկ, ես ուզգում եմ վախենում այդ երեխան, ահա որ վախենում է։
գրգել եմ այդ երեխուն, ասում ցավը տանեմ, ձիգ մնա, ասում մենք քո հետ ենք, նորմալ է։ Բա իրոք վախենում եմ, մեռնեմ ջանիդ, ասում ձիգ մնա, կողատ ենք, մի վախեցի, բայց մի խնդրանք ունեմ, էլի քեզ Աննա քուրիկ, ասում եմ, ասա ցավը տանեմ, ինչ ա եղել։ Որ իջնենք կդառնաս իմ քավոր կինը։ Ես սիրած աղջիկ ունեմ, ուզում եմ ամուսնանամ, ասում բայ այդ հարցը իհարկե խնդիր չունես ու երկու բառ հասցրեցինք այդ ընթացքում զրուցել ու մեր վրա կամիկաձե գցեցին։ Մի վարքյան տևեց այդ ամեն ինչը, որ ես դե պատկերացրեք ուղղակի այսպես քարացել եմ։ Ու ես այնքան տաք եմ այդ ժամանակ, ես չեմ հասկացել, որ ես էլ եմ վիրավորվել։ Ես ուղղակի Ինչ վիրավորում եք ստացել։ Ասկոլիշնի վիրավորումներ էին սաղ ու երբ որ ես սենց տղեկի թևերի տակից գրկած բերում էի, որ առանձնացնեի վիրավորներին, մահացածներին, ես զգում եմ, որ ես թուլանում եմ։ Իմ ամբողջ համազգեստը արյան մեջ էր։ Ես էլ նայում եմ, գիտեմ տղեկի արյունն ա կպե ինձ, բայց հետո հասկացա, որ սաղ կտրտված եմ։ Ու էլ շատ դաժան տեսարաններ, որ ես հիշում եմ այդ ամեն ինչը, փառք ու պատիվ մեր տղերքին։ Մենք իրոք հայրենիք ենք պարտք։ Ես շատ լուրջ հիշողության կորուստ եմ ունեցել նույնիսկ։ Ես շատ չեմ հիշել ոչ մեկին գրեթե։ Ինչքան ժամանակ։ Մոտավորապես մի ամսից ավել։ Իսկ պատերազմի ավարտից հետո մոտ 1 ամիս։ Հա, մի քիչ էլ ավել հələ, մի քիչ էլ ավել։ Կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց շատ դժվար Բայց էր։ ինչ որ հարվածի հետևանքեր թեզու ձեր հոգեբանական այսպես պաշտպանվելու Երկուսն իրար հետ։ Իսկ այդպես նաև ձեր օրգանիզմը փորձում էր պաշտպանել, հա։ Դե իհարկե, հիմա պատկերացրեք, խոսում եք քո ծառայակից ընկերոջ հետ, նույն վարքյանին նայում ես արդեն ինքը չկա։ Այդ չգիտեմ, քար պետքա լինես, որ դիմանաս, իրոք քար պետքա լինես։ Ես մինչև առեսօր էլի եմ նշում, զարմանում եմ։ Իսկ երկրորդ դեպքն էլ, որ իրոք էլի մտքիցս դուրս չի գալիս, զոհված զինվորների մարմիններն էինք բերել, որ իջացնեինք, Grand Kent-ու սառնարաններով էինք բերում, այդ ժամանակ բերեցինք, որ իջացնենք, տեսա խելագարված ծնողի։ Ինքը աչու ձախ էր վազում, տղես։ Մոտեցավ ինձ, տղա ջան ինձ ասում ա, դե Մասկայև եմ, չի ճանաչել, չի տեսնում, որ աղջիկ եմ։ Տղա ջան, նկարն ա ցույց տալի, երեխուս տեսել ես, ու իրա այդ խելագար քայլերից հետո, որ սենց տեսնում ես ծնողը ոնց ա տանջվում, ես թուլացա պահի տակ, բայց պետքա տղեկին գրկած իջացնեի պատգարակի վրա, բոլորը զոհված էին։ Ու աչքս ընկավ, տեսա հենց իրա տղեն ա, ում որ ես պետքա արդեն իջացնեմ։ Ու սենց նայում եմ, որ հանկարծ պապան չտեսնի։ Ես մի ձև տղեկին ասում եմ եկեք օգնեք, իջացնում ենք պատգարակի վրա, համազգեստիցս հանում եմ մի հատ շորով, փակում եմ երեսը, ասի հանկարծ ծնողը չտեսնի էլի այդ վիճակում երեխուն։ Հերվս նկատեց, որ շորով ծածկում եմ, մնացածին սենց վերցրած տանում են, ոչ մեկինը չէին ծածկում։ Այդ ոնց եղավ, որ էդի արդեն հասկացավ։ Վազելով եկավ, ես իրան գրկեցի, ասի մոտիկ մի գնա, էլի Հոբարցյան, մոտիկ մի գնա, երեխեսա չէ ու խփում ա։ Ինձ ահավոր խփում ա, թող, ես տարբերակ չունի արդեն, ասի տղեկ շուտ տարեք։ Մի խոսքով դրանից անցնում ա մի քանի տարի, բարձրանում եմ Եռաբլուր, հերթով խնկարկում եմ մեր աղբերներին ու մեկ էլ տեսնեմ այդ մարդը ձեռքերի մեջ գլուխը առած սենց նստած այս սենց օրորվում ա, մոտեցա ձեռքս դրի ուսին, ես բոլոր ծնողներում տեսնում եմ, ես միշտ պարտադիր մոտենում եմ, ճանաչեմ թե չճանաչեմ, խնկարկեցի, ասի ցավակցում եմ, Հոբար ջան, փառք ու պատիվ ձեր որդին ա, պտտվեց սենց մի հատ նայեց, հելավ կանգնավ, այդ պահին դե մենք հասցրել ենք 2 բառ հետո շփվեցինք Արցախում էլի։ Աննա ջան, դու ես։ Սենց նայում ա դեմքիս, փաթաթվել ա ինձ ձիգ, ասում ա քո շնորհիվ իմ երեխեն այսօր գերեզման ունի։ Դու այդքան գրադի տակով ոնց ես մտե բոլոր դիակները հանել ես։ Հալալ ա քեզ։ Իմ երեխա ասում ա ես կորցրել եմ իմ երեխուն, բայց այսօր քո շնորհիվ իմ երեխան գոնե գերեզման ունի, գալիս լացում եմ։
ու այդ էր մենք շատ տպավորվեին մեջ, բայց որ խորանում ես լիքը բան, այդ ուղղակի ուշքի գալու բան չի։ Ոնց է Ես հաղթահարել։ Այ շատ դժվար էր, անկեղծ ես շատ մեկուսացած եմ եղել այդ ժամանակ, շատ։ Գրեթե ոչ մեկ հետ չէի խոսում։ Տունը մի կտոր սենց երեխեքին էի հաց սարքում, ամուսինս լրիվ հասկանում էր ինձ։ Ինքը այնքան շատ բան չի տեսել, ինչ որ ես եմ տեսել։ Անկեղծ, որտեվ իրանց вообще ուրիշ տեղ էին տարել, ու չէի կարողանում շփվել։ Մեկուսանում էի անընդհատ մեկուսանում էի։ Հետո ամուսինս գալիս էր, ասենք, ծառայությունից, գնանք մի քիչ դուրս մանկանք երեխեքի հետ, չէ, էլի դու գնա, երեխեքին վերցր տար։ Զգում էր, որ ես շատ եմ մեկուսացել, բայց երբեք ինքն էլ չհանձնվեց այդ առումով, էլի, որ ասենք տղամարդ է, կարար, չէ՞, մի օր ձեռը խփեր սեղանին, ասեր հերիք եղավ, բոլ եղավ, էլի, խոսքի չեմ կարա։ Մինչև վերջ ինքը իմ կողքը մնաց ու մի օր ես որոշեցի, որ պետքա հարտակ բացեմ։ Ես չէի ուզում ոչ մեկ իմանար ես ով եմ։ Երբևիցե թույլ չեմ տվել ինչ-որ մեկը իմանա։ Ես դե գյումրեցի եմ, նշեցի, շատ հումորասեր մարդ եմ։ Ահա որ ժպտերես մարդ եմ, դա բոլորը գիտեն։ Դրա համար ասում այդքան ցավի մեջ այն ինչ որ տեսել ես, ու այսքան որ ժպտում ես, զարմանում են։ Ես հարտակում սկսեցի ուղղակի հումորներ անել։ Ու մասի ժողովուրդը թող իմանան, որ ես հումորիստ եմ ուղղակի։ Վերջ, թող ոչ մեկ չիմանա իմ մասին։ 1, 2, 3 սկսեցին ահա որ վիրավորել են ինձ։ Վիրավորական խոսքեր, հայհոյախառը խոսքեր նույնիսկ Սոցիալական հարթակն։ այո, հարթակում ու շատ ջղայնանում էի արդեն այդ իրավիճակից։ Մեկ էլ մի օր մեկ մեկնաբանություն կարդացի, այնում զինվոր քուրիկն է, ու անընդհատ սկսեցին են որ հին ծառայողները բան, ով իշ ճանաչում էր, վայ անջան դու ես բան, մեր ծառայող աղբերն է, բա այս կարգի ժողովուրդը հերթով ոնց, բոլորը խառնվել են ոնց։ Եվ այդ օրվանից ես որոշեցի, որ պետքա ասեմ։ Ասի, եկեք ցույց տամ ես ով եմ իրականում։ Դրա համար պետք չի մարդուն դատել ուղղակի մի հատ ժպիտով։ Մարդու մասին կարծիք են կազմում, վայ նա ժպտում է ինձ, ուրեմն մի բան կա, վայ դե չի կարելի մարդուն դատել այդպես։ Ես շատ ձիգ մարդ եմ իմ տեսակով, շատ։ Ու դրա հետ համատեղ իմ էջի անունը ուրախություն է, բոլորը գիտեն, դա էլ ունի մի առանձնահատուկ պատմություն, էլի, երբ որ նստած էին տղաները մի օր, մոտեցա շատ խիստ դեմքով, մեկը կամանդիրը ֆրացս, չէ, քեզ չի սազում։ Դու մեր ուրախությունն ես, ախր, պիտի ժպտաս, չէ։ Հա, վայ ճիշտ է, համե մառոզն է, չէ։ Այդ կարգի ու հիմա ասենց երկու հակասական բառեր են էլի իրար ուրախություն եւ մառոզ։ Բայց ճիշտ է, ծառայության մեջ պետքա շատ խիստ լինես, որովհետեւ շփում ես ունենում տարբեր տեսակի մարդկանց հետ իհարկե, ու շատ անգամներ խանգարում է նույնիսկ մի ժպիտը։ Սկսում են արդեն ոգևորվել, չենթարկվել։ Իսկ այս ծառայության մեջ շատ խիստ եմ։ 2020 թվականին քանի տարեկան էին երեխաները։ Երեխաները այդ ժամանակ տղաս աղջկաս ծնունդն էր սեպտեմբերի 26-ին։ Այդ օրը դառնում էր 1 տարեկան իմ աղջիկը։ 1 տարեկան։ Այո, իմ աղջիկը 1 տարեկան էր, իսկ տղաս մի քանի ամսից դառնալու էր 4։ Փոքր էին երեխաները շատ։ Երեխաները հա փոքր էին, այսինքն չէին գիտակցում մայրը որտեղ ինչ տանը։ Հա, իմ երեխաները շատ են սովորել այդ բացակայությանը։ Ճիշտը որ ասեմ, եթե ուզենայի ինչ-որ մի բան իմ կյանքում փոխել, միայն կփոխեի մի բան, որ շատ ժամանակ ունենայի անցկացնելու, որովհետև նույնիսկ իմ տղայի մամա, պապա ասելը, իրա բլբլալը, իրա խոսալը ես չեմ տեսել նորմալ։ Ծառայության մեջ եք եղել։ Այո, ես չեմ տեսել։ Մամաս զանգում էր, գիտես, Գագիկս արդեն 2 բառ ասել, բա լացում էի։ Փոխ Աստված ասում եմ, երբ հալնելու, որ ես գրկեմ իմ երեխեն ինձ ասի մամա։ Ու իրոք մի օր ես մտա տուն, տեսա երեխեն չեկավ մոտիկ ինձ։ Տղես չեկավ մոտիկ, գրկել եմ ձիգ ու լացում եմ։ Չէ, մամային իմ մամային է փաթաթվում, տատիկին։ Անկեղծ եմ ասում, առաջին անգամ իմ մեջ առաջացավ մայրական խանդ։ Ես գրկել եմ ու ասել եմ մամ կներես, հավաք երեխու շորերը ես տանում եմ։ Չեմ դիմանում էլ ես սրան։ Ու հավաքել եմ մաման շորերը, բերել եմ ու դայակ եմ վարձել, որ դայակը նայի։
Խնդրեմ գոնե երեկոյան գամ տուն, ես իմ երեխուն գրկեմ։ Իսկ աղջիկս էլ ու դրանց հետո մինչև դայակ վարձելն էլ իմ երեխան դրանց հետո դարավ գնդի որդին։ Ես խոսել էի հրամկազմի հետ ու խնդրել էի, որ այդ ժամանակահատվածը, որ ես զորամասում եմ լինելու, իմ երեխայի հետ լինեմ։ Իմ երեխանը շատ խելոք էր, անկեղծ, փոքրիկս օրորոց ուներ, տանում էի կերակրում, պարկացնում ինքը մինչև վերջ կքներ, ես շարային կանեի, բաս, պրես, ինքը հանգիստ քնած, մեկ է ձեն էին տալի, անջանար երեխան հելելա, ու իմ երեխան դառել էր գնդի որդին։ Ինքն դեղա մեծացել դրանց հետո։ Չեք պատկերացնում մի օր, որ կթողնեք ծառայությունը։ Չէ, Մոտ ապագայում համենայն դեպս։ Չէ, ես կյանքում չեմ էլ ուզում պատկերացնեմ այդ, կյանքում չեմ ուզում։ Հավատացեք իմ երեխաներն ու ես, որ հենց հագնվում եմ պետքա դուրս գամ, այնքան մեծ հպարտությամբ են նայում ինձ։ Մամ, գիտես, այն օրը մի հատ պապիկ ասեց մամային կբարևես։ Մամ, մի հատ տատիկ ասում է, քեզ մեծից փոքր մամա ճանաչում են, ու իրանք հպարտությամբ են այդ ամեն ինչը ասում։ Ես այս ժեստուն եմ միշտ ասում եմ ձեր Աննա։ Աննա, իսկ երբ որ մարտի դաշտում եք լինում, երեխաների այդ զգացողությունը ինչպիսին է, որ թիկունքում ձեր երեխաներն են, նրանց շատ մեծ հավանականություն կա, որ կարող է չտեսնեք ձեր երեխաներին, հա, ամեն ինչ հնարավոր է այդ պահին։ Ինչպես է այդ ներքին պայքարը, հա, ուժի վերածում։ Դժվար է։ 2020 թվականին, երբ որ ես գնացի, մամայիս մի հատ SMS եմ գրել ճանապարհին, իսկ ամուսնուս հետ պայմանավորվել էի այսպես, որ եթե հանկարծ լուր չլինի, ինձ, այսինքն վիրավորված լինի կամ բան, մի հատիկ ուղղակի կետիկ ա ուղարկում SMS տարբերակով, կոդ էինք պայմանավորվել։ Իսկ երեխաների հետ կապված մամայիս մի հատ SMS գրեցի. Մամ ջան, քեզ գրում ա քո աղջիկ Աննան։ Եթե ես մարտի դաշտից հետ չգամ, խնդրում եմ երեխաներիս դու կպահես, հանկարծ թույլ չտաս ընկնեն մանկատուն։ Ու մի լավ հեկեկացել եմ դրանից հետո, բայց երբ որ արդեն տեսնում ես այդ գրադը, այդ տեսնում ես տղաները, քո հողն ա, քո ջուրն ա, դու արդեն չես հասցնում մտածես։ Դու մտածելու ժամանակ չես ունենում, որտեվ նույն այդ երեխեքի համար ես դու գնացել այնտեղ, որովհետև այդտեղ բացի քո երեխաներից մնացածի երեխաներին էլ դու հանձն ես արել, որ պետքա փրկես։ Ես այդ գիտակցումով եմ միշտ առաջ գնացել։ Ու մնացածներն եկել են իմ երեխաների համար բնականաբար։ Ու եթե մենք միասնական լինենք ու միշտ իրար օգնող հասնող լինենք, մի բռուցք լինենք, այսպես չի լինի հաստատ։ Հնդկական մի իմաստություն կա, ասում է մենք հայրենիքը չենք ժառանգել մեր նախնիներից, այլ պարտքով վերցրել ենք մեր թոռներից։ Մենք ըստ ձեզ ճիշտ ենք ապրում հիմա, որ վաղը կարողանանք մեր երեխաներին, մեր թոռներին լավ հայրենիք, լավ պետություն թողնենք, հա, հայրենիք չասեմ, կայուն, զարգացող պետություն թողնենք։ Սխալներ կան, որ մենք հիմա անում ենք, գուցե դա ճակատագրական կլինի մեր վաղվա համար։ Մարդը ինչքան էլ ապրում է, միշտ սխալական է, միշտ։ Ցավալի է, բայց փաստ։ Մենք էլ իդեալական չենք։ Մենք ոչ մեկս իդեալական չենք։ Մենք եթե իդեալական լինենք, հիմա այսօր ինչ էինք լինի։ Շատ սխալներ կա, շատ։ Ահա որ մեծ սխալներ կա, որ պետք է ուղղվի։ Ես էլի եմ նշում, մենք հայրենիք ենք պարտք մեր զոհված աղբերներին։ Ես միայն այդ գիտակցումը, որ առաջ եմ գնում, եթե մենք մի գաղափարակից լինենք, միասնական լինենք, մենք կհասնենք շատ լուրջ հաջողությունների։ Տեսեք դպրոցում, երբ որ երեխան վատ է սովորում, ուսուցչուհին անընդհատ վատ է սովորում։ Իսկ մեկը որ լավ է սովորում, անընդհատ ասում են, վայ դու լավ ես սովորում։ Ոնց որ մրցակցություն են մտցնում իրար մեջ, ու եթե այդ վատ սովորող երեխան իր մեջ ուժը հավաքում, ոնց ես հիմա կապացուցեմ, գնում է առաջ։ Իսկ մենք անընդհատ քցում ենք, ուզում ենք կոտրենք, չի կարելի նման ձև։ Հիմա անկեղծ մենք պարտված ենք շատ առումներով, բայց եթե խորն ենք գիտակցում, մեզանից հաղթածը չկա։ Որովհետև մենք 4-5 պետությունների դեմ անընդհատ կռիվ ենք տվել, ու մենք այնքան հաղթած ենք, որ մինչև առայսօր գոյություն ունենք, դարեր շարունակ։
Հայոց պատմությունը ով ուսումնասիրել լավ գիտի, մենք ինչքան տառապանքների միջով ենք անցել, ու մենք պետքա ու պարտավոր ենք մեր երեխեքին լիարժեք Հայաստանում մեծացնել, լիարժեք ու միասնական։ Մենք ուրիշ տարբերակ անգամ չունենք։ Կա ինչ-որ բան, որի մասին կցանկանայիք խոսել, բաց թողեցինք, ավելացնելու բան ունեք։ Եթե դուք հարցեր ունեք, կարող եք տալ։ Չէ, ես սպառեցի հարցերս։ Հա։ Շնորհակալ եմ մեր ազգին, մեր հայրենիքին, ձեր տեսակը շատ է պետք։ Ես Ձեր էլ եմ տեսակը եթե շատ լինի, մենք իսկապես երբեք չենք պարտվի։ Շնորհակալ եմ անկեղծրույցի համար։ Շնորհակալ եմ։ Միշտ ձեր Աննա, ապրեք։ Շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրը կին զինծառայող Աննա Բարսեղյանն էր։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը, եւ մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։ Նախագծի գործընկերն է Ձերժավա ընկերությունը։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։